Հայոց պատմահայր Մովսես Խորենացին գրում է, որ Արտաշես առաջինի ժամանակ մեր հայոց աշխարհում անմշակ հող չէր մնացել, ոչ լեռնային, ոչ դաշտային, այնքան էր շենացել երկիրը։ Իսկ ցամաքային կլիմայի պայմաններում առանց արհեստական ոռոգման համակարգի երկրագործության զարգացումը անհնար կլիներ։ Ներկայացնում ենք Ուրարտական շրջանից եկող Արագածոտնի նահանգի հնագույն ջրանցքներից մեկը։ Բաց երկնքի տակ աշտարակի մայր առուն է։ Երևանից մոտավորապես 22 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Արագածոտնի մարզկենտրոն աշտարակը, որից հյուսիսային ուղղությամբ Խասախի աջ վտակ Գեղարոտից սկիզբ է առնում և կիլոմետրերով ձգվում մեր թվարկությունից առաջ 7-րդ դարում կառուցված ջրանցքը, որը հայտնի է աշտարակի մայր առու, ականատեսի առու, աշտարակի հին ջրանցք անվանումներով։ Մենք գտնվում ենք Խասախի կիրճի այն հատվածում, որը արդեն մուտք է աշտարակ բնակավայրի կիրճի կողմից։ Եվ այս հատվածը դարեր շարունակ կոչվել է Դարաբավորի հատված, կապված քարանձավների հետ, քարեր-կացարանների հետ։ Քարեր-կացարանները իր մշակույթն ունի, իր կենցաղն ունեցել, այ մի ավանդազրույց կա իր հետ կապված, որ լեզգիները հարձակվել են աշտարակի վրա, բնակիչները եկել պատասպարվել են այս քարեր-կացարանների մեջ եւ լեզգիները չեն կարողացել ժողովրդին իջացնել, այսինքն եթե իրանք ժողովրդին իջացնում էին, նշանակական նաեւ բնակավայրը հնազանդեցնում էին իրենց։ Ժողովուրդը պատասպարվելով մի քանի օր անցնում է մայր առում տեսնելով անդադ իրար մեջ գյուղացիք ասում էին, որ ախը մեր արտերը մնացին, մեր այգիները մնացին, մի հոգի իջնում է, որպեսզի կատենա լեզգիները տարածքում են, ինչ վիճակը, այդ պահին այդ մարդուն սպանում են, ասում են եւս 2-3 օր, այդ մարդու կինն է ասում, բա ամուսինս գնացել տենա մինչ լավ, այդ կինը որ իջնում է, տեսնում է ամուսինը պարկած դիակ, սուրը վերցնում է կապում է իր գոտին, այդ պահին լեզգիները իրան բռնում տանում են, խոստանում են ոսկի տա, եթե նա համոզի իջնեն ժողովուրդը եւ ասում է հա, գալիս հասնում է այս հատվածն ու բարձր ձայնով ասում է այդ ձորի մարդիկ Անունս վարդիկ, ինչ տեսեք, ձեզ լացեք, պինդ կացեք ձեր տեղում։ Ահա։ Այսինքն հակառակը փոխանակ համոզի մարդկանց իջնել, ընդհակառակը ասում է մնացեք ձեր տեղում։ Եվ լազգիները այդ հասկանալով արդեն իմաստը ինչն է, կնոջն են սպանում, հեռանալուց հետո լազգիների ժողովուրդը իջնում է եւ ըստ ավանդույթին այս տապանակարը պատկանում է հենց այդ վարդիկ անունով կնոջը։ Ճիշտ է, արձանագրություն կա, մեկ այլ ավանդույթից էլ կա դրա հետ կապված, բայց հիմնականում ժողովուրդը կապվում է վարդիկի գերեզմանի հետ։ Մայր առուն դեռ վաղնջական ժամանակներից մենք գիտենք, որ հայերը լավ ինժեներներ են եղել, լավ մտածել են, լավ ճարտարապետներ են։ Հավաստիկս Ուրարտական շրջանում Մենուայի կողմից կառուցված ջրանցքը դեպի Վան, Տուշպա քաղաքը ոռոգելու համար, ինչու՞ նաև Խմելու ջուր մատակարարական, որ ունեցել է ավելի քան 72 կիլոմետր։ Նա կառուցվել է 9-8-րդ դարում, աշտարակի մայրառում կառուցվում է 8-ից 7-րդ դարում։ Անմիջական շարունակությունը ուրարտացիների կողմից 2800 տարի ջրանցքը օգտագործվում է։ Երկաթե հատիչներով, մուրճով, ձեռքով ժայռերը ճեղքել են, թունելներ են ստեղծել, այդ թունելներով անցկացրել են ջուրը։ Մոտավորապես 500 մետրի չափով այդ ժայռակերտը ջրանցքն է անցնում։ Ընդհանուր ջրանցքը 3 կիլոմետր երկարություն ունի, բայց այդ թունելները, որ կառուցվել են, փորվել են, ավելի քան 500 մետրի են հասնում։ Դաշնակի աշխատանքներով կառուցել են ու մինչև օրս դա օգտագործվում է։ Քաղաքի այլ ասել 60-70%-ը ոռոգում է մայր առվի միջոցով։ Ճշտում։ Այսինքն հիմա մենք օգտագործում ենք այն մայր առուն, այն ջրանցքը, որը կառուցվել է գրեթե 3000 տարի առաջ։ Որոնք ավելին կառուցել են ուրարտացիները այգիները ոռոգելու համար, հիմա շարունակական ձևով աշտարակի բնակչությունն է օգտագործում իրենց այգիները ոռոգելու համար եւ ինչու՞ չէ Ղազար Փարպեցին իր պատմության մեջ շեշտում է մեղրահոտ միրգ, այսինքն գովերքելով, մեծարելով առվից եկած ջուրը, որ այդպիսի համեղ մրգերը
պատմություն։ Որը շնացրել է այս տարածքը։ Մենք քայլում ենք 2800 տարի առաջ ժայռակերտ ջրանցքով։ Ուղղակի անհավանական է։ Մարդիկ հասարակ հատիճով, երկաթի հատիճով ու մուրճով օրել անցել են։ Ինչպեսի աշխատանք Այս հանում։ ընճեղքել այս ժայռը։ Այո։ Եվ դարեր շարունակ այս ջրանցքը գործել է։ Ջրանցքը գործել է եւ դարեր շարունակ ժողովրդի կողմից այն վերականգնվել, ամրակայվել է։ Այ մի բան, պատկերացրեք, որ ձունը նստած է, իսկ առաջ ձուն շատ էր ելնում։ Ծնհալներից առաջացած այդ հեղեղները, ժայռաբեկորները պոկում է, պոկվելով կային պատը պոկվել կանգներ։ Նորից վերաշարվում էր։ Ցավոք սրտի վերականգնումները խորհրդային շրջանից այլ կերպ ստացան, որը շատ աղավաղվեց։ Այ մենք այն հատվածում ենք, որ տենում ենք բետոնային հիմքով, ցեմենտ բետոնային հիմքով, այնուհետև այն հատվածում։ Ահա, երևում է։ Բետոնային հիմքով սա ասես չպետք է արվեր։ Ինքը ոնց կառուցվել է այդ ձևով, քանդվում էր, նորից շաղախով պատը շարվում էր, հավելյալ ամրություն տալու համար։ Այն կողմից սյունահեծանային կառուցվածքով կարելի էր պատը ամրակայել։ Ինչքան մոտենում ենք բնակավայրին քաղաքային, այնտեղ արդեն բետոնային հատվածը շատանում է։ Արդեն կա հատվածներ ամբողջապես բետոնապատված են, որ դեռ ասում եմ խորհրդային շրջանից սկսավ այդ ամեն ինչը։ Չեք մտածել հուշարձանի մասին որպես հուշարձան, այլ ուղղակի ցանկացել են ապահովել ջրով նաև ամբողջ մի բնակավայր եւ թերևս աշխատանքները ուղղակի շատ արագ ու ոչ տեղին արվել են։ Պարզապես կարելի ասել վարակի նման տարածվեց 50-ականներին սկսեցին բետոնապատել այն կողմից ու վարակի ձևով այդ բետոն կարելի ասել այս մի 100-200 մետր հատվածն է պահպանվել, ուզում ենք փորձել անաղար ձևով պահել այս ջրանցքը։ Այո, հուշարձանը այսպես մնացվի, որի հարցում նաև քաղաքային իշխանություններն են բարեխիղճ ձևով մտածում այդ հարցը եւ քայլեր ձեռնարկում են, որպեսզի առուն իրոք մնա անաղար, որտեղ սա աշտարակի դեմքերից մեկն է։ Ունենք մենուայի ջրանցք 72 կիլոմետր, ունենք աշտարակի Մարիարու ջրանցք 3 կիլոմետր։ Տարբեր ժամանակներում նաև բնակչությունը ինչքան որ ավելացել է, առուն այնքան էլ լայնացել է։ Այն ժամանակ մի փոքր ավելի նեղ է եղել առուն, դե բնականաբար ասենք 1000 բնակչության համար, բայց հիմա արդեն բնակչությունը 10,000-ից առավել է, բնականաբար այս ջուրը։ Մանուկյան, այստեղով երբ է վերջին անգամ ջուր հոսել։ Եթե չսխալվեմ, երևի նոյեմբերի վերջին։ Նախորդ 24 թվականի նոյեմբերի վերջին, հեսա մի ամսից արդեն ջուրը գլսվի առում։ Մեկ ամսից այստեղ կրկին ջուր է լինել։ Իհարկե։ Եվ այսենց ժայռերը փորելով կամ մակարդակը բարձրացնելով, որպեսզի հոսքը ճիշտ կարգավորվի, թե բնակիչները, թե քաղաքային իշխանությունը եւ թե ասենք ջուրը օգտագործողները բարբերաբար առուն բարեկարգ մաքուր վիճակի են պահում, որպեսզի շուտ չքայքավի, էդ էլ կապ ունի, ինչքան բարեկարգ մաքուր վիճակ, այնքան առուն ավելի Դե ջուրը օգտագործելու վերաբերյալ բազմաթիվ հիշատակություններ ունենք դեռ հնագույն ժամանակներից եկող։ Օրինակ, Կարմրավոր եկեղեցու պատին արձանագրություն է պահպանվել 1275 թվականին Հակոբ Երեսի կողմից առուն վերականգնվել է։ Այսինքն սա այնքան կարևոր երևույթ է եղել, որ եկեղեցու պատին են արձանագրել։ Իր կարևորությամբ, իր հնչեղությամբ, Հակոբ Երեսու առատաձեռնությամբ շատ հետաքրքիր ավանդազրույց էլ կա առվի հետ կապված, ինչու է կոչվում ականատես առու։ Երկու տարբեր այդպես ավանդազրույցներ կա։ Գրիգոր վարդապետ անունով հրաշագործ է լինում,
որի մականունը ականատես է լինում, այդ ականատեսն ինչից է գալի, իբրև նա է տեսել Գրիգոր Լուսավորչի կամ թեղը Արագածից կախված, այդ առումով իրեն ականատես են ասել Գրիգոր Վարդապետը Սաղմոսավանից գալուց իր այդ հրաշագործ գավազանով ժայռի եզերքով գծել է ու ասել է այսօր այդ առուն անցկացրեք, այդտեղից էլ կոչվել է ականատեսի առու։ Մեկ այլ ճանապարհն է ցույց տվել, որտեղով առուն անցկացնել։ Մեկ այլ ավանդույթի համաձայն էլ նույն հրաշագործ Գրիգոր Վարդապետը առվի եզրակից իր գավազանով գծելուց աշտարակցիները այն ափից ականատես են եղել, այդ առումով է կոչվում ականատեսի առու։ Տարբեր ավանդազրույցներ, երկուսն էլ գեղեցիկ են ու երկուսն էլ խոսում են առվի կարևորության մասին։ Եվ այդ ավանդազրույցի համաձայն այս ամեն ինչը մեծարելով Գրիգոր Վարդապետին աշտարակցիները Գրիգոր Վարդապետի տապանակար, որ հիմա նա թաղված է Սաղմոսավան եկեղեցու մոտ, մարմարից են կառուցում, տեղադրում ի պատիվ Գրիգոր Վարդապետին։ Մոտենում ենք թունելներից մեկին, որտեղով ուրարտացիները ճեղքել են ժայռը, ջուրը տարել են։ Դե պարոն Մանուկյան, ասում են ջրի կաթիլը անգամ քարը կարող է։ Այո, բայց այս պարագայում ջրի կաթիլը ուղղա հայաց է, բայց մենք այստեղ հորիզոնական, այո, ժայռի միջով ջուրն անց են կացրել։ Այստեղ հիմի աշխատանքային գործիքներ կան, որը վկայում է մաքրման, բարեկարգման աշխատանքների մասին։ Դե եթե մեկ ամսից ջուր ենք այստեղ ունենալու, առվի հունը պետք է մաքուր լինի բնականաբար։ Թունելներ կան, որի երկարությունը գրեթե 100 մետր է հասնում։ Ու այսպես 11 թունել փորվել անցկացվել է ջուրը։ Ջուրը հասնելով քաղաք, այգի է հիմնել, այդ այգին կոչվում է Մելիքի այգի, երևի Մելիքի կողմից, ասենք, ծառերը դրվել է, տնկվել է, Մելիքի այգի անցնելով, հասնելով արդեն հենց բուն բնակավայրին, Ուրենիների ծառուղի է եղել, այդտեղ էլ ժողովուրդը կոչել է ուռուց։ Դա աշտարակում հայտնի հիմի հրապարակից քիչ վերև այդ հատվածն է։ Արդեն ուռուցից առուն բաժանվում է երկու մասի։ Մեկը իջնում է դեպի հարավային հատվածով արդեն, իսկ մեկը ուղիղ է անցել, անվանվել է Լոմի առու։ Դա արդեն իր հերթին ամեն մեկը 3 մասի է բաժանվել։ Բաժանարարներն էլ կոչվել են քոտուկներ։ Այդ քոտուկներն էլ ինչից է գալի, ծառ գերանները դրվել են, ճեղքեր են արվել ու ասենք այս հատված, այս մի առվի համար ինչքան ջուր է պետք, որ անցնի, այդ բաժանարարների համար է եղել։ Ու ամեն մի քոտուկ ինչ-որ մեկի անունով է եղել։ Պատմաբան Ամատունի Վիրաբյանն իր միջնադարյան Հայաստանի ջրաշինարարության եւ ջրօգտագործման պատմությունից հոդվածում անդրադառնում է ջրային տնտեսությանն ու հետաքրքիր մանրամասներ հայտնում ջրօգտագործման կանոններից։ Տակավին անհիշելի ժամանակներից ժողովուրդը ստեղծել էր առանձին կանոններ եւ սովորույթներ։ Այդ ինքնուրույն կանոններն ու կարգերը այնքան խորը արմատներ էին ձգել մարդկանց գիտակցության մեջ, որ ոչ երկրի վարչական փոփոխությունները եւ ոչ էլ պետական պաշտոնյաների կամայականությունները չէին կարող արմատախիլ անել ժողովրդի հինավուրց սովորությունները, որոնք իրենց գոյությունը պահպանեցին ընդհուպ մինչև 20-րդ դարի սկիզբը։ Առհասարակ ոռոգման ջուրը արևելքի երկրներում պատկառանք եւ համակրանք է վայելել թե ժողովրդի եւ թե պետության կողմից։ Հերթական ոռոգման ջուրը Հայաստանի Սակավաջուր համայնքներում կոչվել է մոր արտասուք։ Յուրաքանչյուր գյուղական համայնք, յուրաքանչյուր իրավաբանական կամ ֆիզիկական անձ բնական ոռոգման ջրից օգտվելու իրավունք ուներ հավասարապես։ Ամռանը, երբ գետերում ու ջրանցքներում ջուրը խիստ պակասում էր եւ սկսվում էր արհեստական ոռոգման շրջանը, գյուղական համայնքների միջև եւ համայնքների ներսում սահմանվում էր հատուկ հերթապահություն։ Ներկայությամբ, ասենք աշտարակի 70%-ը ջրամատակարարվում է այս առվով։
ու դրա համար էլ խնամքով պետք է պահպանվի առուն, որ եւս 2800 տարի նա օգտագործվի։ Ջուրը կյանք է, այդ այգիներն էլ կյանք են ստանում հենց այս առվի միջոցով։ Մայր առուն սպասարկում է գրեթե աշտարակ բնակավայրի 60%-ից ավելին։ Մայր առուն ինքը արդեն լինելով շատ հին տարույց, տարվա ընթացքում ունենում է բազմաթիվ փլուզումներ եւ կազմակերպվում են փլուզված հատվածները վերականգնման աշխատանքներ, բայց ամեն դեպքում կան աշխատանքներ, որոնք պետք է հիմնական կատարվեն եւ հիմնական աշխատանքները կատարելիս երբ պետք է ուշադրություն դարձնենք նաեւ որ պատմամշակութային կոթող որպես ինքը պահպանվի։ Այսինքն ներկա պահին համայնքի ղեկավարը ներկայացրել է խնդիրը ֆինանսատնտեսագիտական համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի համապատասխան աշխատակիցներին, կատարելու ենք մրցույթ, մրցույթի արդյունքում գդասի ճարտարապետական նախագծման ծառայություն ենք ձեռք բերելու, որով կարողանալու ենք մայր առվի փլուզվող հատվածների հիմնանորոգում կատարել, որպեսզի չունենանք փլուզման դեպքեր եւ պահպանվի պատմամշակութային տեսքը։ Մայր առուն սկսում է Քասապի ծորից, Շաղացի մոդով գալիս է, բաժանվում է ստեղից բաժանվում է ներքևուսում է Հանրապետական փողոց, ոս փողոցը կոչվում է Տվոշյան փողոց, մինչև վերջ։ Ես 58 թվականից մնացել եմ դպրոց, այդ փողը թարուն միշտ էլ եղել ասենց, ոչ մի փոփոխություն չի եղել։ Մայր առուն պատմական առու է, ինքը պատմամշակութային բաների մեջ է մտնում, ընդգրկում է շնորհ 8-ից կայս է մայր առուն ախր գալիս է ձայով։ Սեզոնը չի, պետք է մաքրեն այս գերտերը, հետո կբացեն արդեն, երբ որ ոռոգման սեզոնին սեզոնին առաջ դիմում է։ Աշտարակի urարտական ջրանցքի հետ կապված պատմությունները բազմաթիվ են։ Ոմանք անգամ այն համարում են Շամիրամի ջրանցքի մի հատվածը, կառուցված առասպելական Շամիրամի կողմից, որով սնուցվում էին Վանը շրջապատող հողատարածքները։ Իր նշանակությամբ այժմ էլ գործող այս պատմական հուշարձանը շարունակում է շենացնել այս տարածաշրջանը, լինելով կենսական կարևոր աղբյուր։ Բաց երկնքի տակ Աշտարակի հին ջրանցքներ, մայր առուն։